Ես Հայկ Մկրտչյանն եմ։ Այսօր կխոսենք մեր հանրապետությունում նոր տենդենս ապրող հերթական հանցագործության մասին։ 5G ցանցի թարմացում։ Ահա այս պատրվակով հանցագործները կարողանում են թիրախավորել մեր քաղաքացիների ֆինանսական միջոցները։ Ինչպես է տեղի ունենում հանցագործությունը։ Հանցագործները զանգարում են մեր քաղաքացիներին եւ առաջարկում են տեղադրել հատուկ ծրագրային միջոցներ, ինչը հնարավորություն կտա մեր քաղաքացիներին ունենալ ավելի գերարագ ինտերնետ եւ միանալ 5G ցանցին։ Այն քաղաքացիները, որոնք համաձայնվում եւ տեղադրում են հանցագործների կողմից ուղարկված ծրագրային միջոցը, դառնում են հանցագործության զոհ։ Այդ ծրագիրը իրենց բջջային հեռախոսում տեղադրելուց հետո հանցագործները կարողանում են ամբողջությամբ հասանելիություն ստանալ քաղաքացիների բջջային հեռախոսին եւ նրանում տեղադրված տարբեր on-line banking հավելվածներով իրականացնել ֆինանսական գործարքներ, այսինքն հափշտակել բանկային համակարգերում առկա դրամական միջոցները կամ ձևակերպել նոր վարկեր։ Ընդ որում հեռախոսազանգերը հիմնականում տեղի են ունենում ռուսերեն լեզվով։ Պետք է հստակ գիտակցել, որ հայկական ընկերություններից իրականացվող հեռախոսազանգերը լինում են հայերեն, սակայն չի բացառվում, որ հանցագործները ձեզ հետ փորձեն շփվել հայերեն լեզվով։ Ուստի նման հեռախոսազանգ ստանալուց հետո պետք է անմիջապես ընդհատեք այդ հեռախոսազանգը եւ կապ հաստատեք այն ընկերության հետ, որի անունից իրականացվել էր հեռախոսազանգը, պարզելու թե արդյոք այդ հեռախոսազանգը իրականացվել էր հենց այդ ընկերության կողմից։ Իսկ եթե դարձել եք հանցագործության զոհ, անհրաժեշտ է դիմել ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանությունում մասնագիտացված կիբերհանցագործությունների դեմ պայքարի վարչություն։ Ձեզ հետ Հայկ Մկրտչյանն է, կհանդիպենք։